Ողջույն սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ միացել եք ինձ կմիանաք կամ հետո ավելի ուշ կամ վաղը կամ երբ ձեզ համար ժամանակ գտիտեք այս ուրեմն ուղիղ եթերը Facebook-ում։ Ինչպես արդեն հայտարարել էի, ուզում եմ խոսել շատ կարճ, հավանաբար impeachment-ի մասին եւ մասնավորապես հետ impeachment-յան ժամանակաշրջանի մասին, որտեղ գուցե իմ արդեն impeachment-ի մասին խոսալ անիմաստ լինի, որտեղ ամեն դեպքում ոչ միայն մեկ այդ երկու նախաձեռնություն կա եւ դրանցից մեկը ամենայն հավանականությամբ ավելի գործնական փուլ է մտնելու եւ խոսենք դրա մասին հետեւաբար կարելի է արդեն հաստատած համարել որ impeachment-ը գործնական փուլ է մտնել հետեւաբար impeachment-ի մասին խոսալը գուցե այդքան էլ հիմա կարեւոր չլինի կարծում եմ կարեւորը հետ impeachment-յան ժամանակաշրջանի մասին խոսելն, այսինքն այն պահից հետո երբ այս գործընթացը պաշտոնապես մեկնարկել է, որպես քանի որ հիմա դեռ առայժմ նախաձեռնության նախնական փուլում է գտնվում, դեռ պաշտոնապես չի մեկնարկել, դրա մասին պիտի խոսեմ, որ հետ impeachment-յան ժամանակաշրջանում ինչ է լինելու։ Ես իհարկե այսօր առավոտ շուտ Հայաստանի ժամով ինչ-որ գրառում էլ արել էի այդ մասին, 3 հնարավոր սցենարներ էի նկատի ունեցել, թե ինչպիսի զարգացում կամ ընթաց կարող է ունենալ այս impeachment-ի ուրեմն նախաձեռնություն։ Իհարկե դա իմ գյուտը չի, նկատեցի որ ուրիշներն են այդ մասին խոսել, բայց ես փորձեցի մի քիչ շատ ավելի այսպես պարզ բոլորի համար ընկալելի եւ հասկանալի լեզվով բացատրել այդ հետ impeachment-յան ժամանակաշրջանը։ Իսկ այսօր նաեւ մի նախադասություն էի ավելացրել այդ խորագրի մեջ, որ հայտարարել էի Facebook-յան այս live-ի համար, դա ուրեմն ստերի մասին է, որ այս գործընթացի կապակցությամբ ձեզ հրամսվում է եւ շարունակում են հրամսներ եւ հիմա կբացատրեմ թե հիմնականում խոսքը ինչի մասին է եւ ինչի մասին եմ ուզում ուրեմն խոսել։ Ուրեմն արդեն եթե հետևել եք լուրերին անցած շաբաթ իմ live-ի ընթացքում ես ասացի որ առաջիկա շաբաթը թեժ է լինելու նոր նախաձեռնություն նոր տեսածած զարգացումներ է սպասվում իհարկե Նիկոլի գրառումներ արդեն կային գիտենք թե ինչ է լինում բայց հիմա հիմնականում նախաձեռնությունը հրապարակ եկավ սկզբում Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը, ոչ եմ ճիշտ ասեմ անունը, հայտարարություն տարածեց եւ պատվիրեց պատիվ ունեմ դաշինքին, որպեսզի նախաձեռնության բանդես կա եւ իրենց խորհրդի միջից մեկին ընտրի որպես վարչապետության տեխնացու եւ դրան հաջորդող արդեն պատիվ ունեմ դաշինքի հայտարարության ականատեսը եղանք, որտեղ Մասիս համայնքի ուրեմն համայնքի ղեկավար եւ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանը ներկայացվեց որպես վարչապետության տեխնացու։ Ամբողջ խնդիրը այստեղից է ծագում, գիտեք, ամենա վերջին անունը, որ մեկի մտքով կարող էր այս գործընթացների արդյունքում անցնել որպես վարչապետության տեխնացու, դա Դավիթ Համբարձումյանի անունն է։ Ես անձի հետ որից խնդիր չունեմ, հաստատ վստահ եմ, որ ինքը չափազանց հարգված, կրթված, համեստ անձնավորություն է եւ որովից այսպես ասած ամեն ինչից հեռու, քանի որ եթե չլիներ ապայման մինչեւ հիմա ԿՊԱ-ականները հետևից գնացել էին Մասիս համայնքում ինչ-որ խնդիր էին սարքելի համար, այդ կապակցությամբ հաստատ որից խնդիր չկա իր անհատական տվյալների մասին, բայց այնուամենայնիվ ընդունենք վարչապետության տեխնացուն միայն անուն, միայն լավ մարդ լինելուց բացի նաեւ իրենից պետք է ունենա նաեւ ինչ-որ խարիզմատիկ այդպես անհատականություն, ճանաչվածություն ժողովրդի կողմից եւ դրանք կարեւոր գործոններ են։ Իսկ ինչու հատկապես այս անվան մասին ես հիմա դրա մասին հարմարաբար կժամանեմ, դրա մասին կխոսեմ, թե ինչու եկան կանգ առան այս անձի վրա։ Ես կարծում եմ իմ անձնական նախքան live-ից սկսել մի բան շատ հստակ ասեմ։ Խնդրում եմ այն ամեն ինչը որ այստեղից live-ի ընթացքում կասեմ, ընդունեք որպես իմ անհատական Ռոբերտ Մարգարյանի տեսակետ։ Խնդրում եմ այդտեղ որից է ուրիշ քաղաքական ուժ կամ դաշին կամ որից է բանի ենթատեքստ չգտնել նրանց հայտարարությունների, նրանց դիրքորոշումների, սա բացառապես իմ անհատական տեսակետներն են, որոնք որպես անձ, ով միշտ էլ ասել եմ, դրսից է նայում Հայաստանի իրադարձություններին, մի քիչ ավելի այլ դիտանկյունից են նայում իրադարձություններին, մի քիչ այդպես քանի որ դու դուրսից ես նայում, շատ ավելի լայն է հայացքդ, շատ բաներ որ գուցե Հայաստանում շատերը չեն նկատում, ես կարողանում եմ տեսնել, տեսադաշտից մեջ է հայտնվում դրսից նայելու այդ իմ բացառիկ հնարավորության պատճառով, ու նաև գուցե բացառիկներից է որ այս ամեն հայտարարությունների այս ամենի միջից
բացառապես որից է շատ չեմ կարող ունենալ, ոչ պաշտոնի կարող եմ ձգտել, ոչ մեկը կարող է ինձ մի բան վճարել, ինչ-որ ստատուս է, գիտեք, բացառված այդ ամեն ինչը, այդ համար ինչ որ ասում եմ, բացառապես եւ բացառապես իմ տեսակետն է։ Եվ դա ընդունեք որպես իմ անհատական տեսակետը, ով առաջի օրվանից շատ լուրջ կերպով հետևել այս impeachment-ի գործընթացին, ներգրաված է եղել ամեն զրույցների մեջ, փորձել է ամեն կերպ պատասխանել, այդպես ասած, ակտիվ լինել այս բնագավառում եւ հիմա այս փուլում էլ ես իմ պարտականությունն եմ համարում, այն ինչ որ ընկալում եմ, հասկանում եմ, ձեզ հետ կիսվեմ։ Ճիշտ կլինի թե սխալ, արդեն ժամանակը ցույց կտա, նաեւ դուք էլ կարող եք ունեք մտածելու կարողություն, կարող եք ընդհանրապես դատել եւ հանգել եզրակացությանից։ Ճիշտ եմ ասում, ճիշտ եմ իմ դատողությունների մեջ, թե ինչ որտեղ սխալ եմ ասում, իրեւ եթե սխալ լիներ դուք շատ էլ ուրախ կլինեմ, որ ինձ տեղյակ պահեք։ Իմ համոզումն է, որ այն ինչը որ ներկայացվեց, դա հիմնականում առաջին պլանը չի եղել այս ամեն գործընթացների, որ պիտի տեղի ունենար։ Ես կարծում եմ սա պլան B-ն է կամ գուցե նույնիսկ պլան G-ն է եղել, որ հրապարակ անեցվեր։ Հիմնականում նպատակը ուրիշ էր սկզբնական շրջանում, որը սկսվեց, հիմնականում նոր տեխնացու գեներացնելու խնդիր կա, որի մասին կարծում եմ բազմաթիվ անգամներ խոսել ենք, գրել ենք, կարծում եմ անիմաստ է դրա մասին խոսելը, բայց կարծում եմ այդ խոսվելու եւ բացահայտումների պատճառով հիմնականում այդ պլանը ձախողեց եւ չկարողացան այդ պլանը տանել մինչեւ վեճ եւ պլան Ան մտավ լուսանցք։ Նաեւ դրա համար անհրաժեշտ է ժողովրդային գեներացում, կարծում եմ սկզբնական փուլում հաշվարկումներ էին արել, գուցե ես չգիտեմ, այդպես եմ ենթադրում, ժամանակային համընկնումների պատճառով, ասենք դոգի զանգվածի վրա, դոգը կգնա բանտ, կկալանավորվի, իր զանգվածը կգնա փողոցում, փողոց դուրս կա կսկսի բողոքել, հետո մենք իրեն կուղորթենք, ինչ-որ բաներ կանենք, բայց դա չստացվեց։ Հետո Նիկոլի եկեղեցու դեմ հարձակումները լավ առիթ էին ժողովրդին փողոց բերելու համար, բայց տեսանք ժողովուրդը շատ ավելի գիտակից էլ չհայտնվեց Նիկոլի լարած այդ ծողակի մեջ, թակարդի մեջ, եւ մինչեւ այս պահն էլ գիտակցությամբ հեռու է մնում Նիկոլի այս սադրանքներից, այդ թակարդից եւ չի մնում այդ ծողակը։ Հետևաբար հիմա կարծում եմ ամենից անվնաս պլանը, որ կարող էր հրապարակնետվել, այս պլանն է։ Եվ Դավիթ Համբարձումյանի անվամբ հանդես գալ եւ ներկայանալ որպես impeachment։ Հիմա ես երեք բացատրել էի, թե ինչպիսի զարգացումներ կարող են ունենալ իրադարձությունները, ես փորձեմ շատ ամփոփ կերպով մի անգամ իմ երեկվա գրառումը շատ այսպես պարզ լեզվով բացատրեմ, որ ինչ կարող է, հնարավոր սցենարներ եմ ասում։ Դրանից բացի ուրիշ բան չի կարող լինել։ Գիտեք, սա ես ոչ գյուտ եմ անում, ոչ սուտ մի բան եմ ասում, ոչ շշուկ եմ տարածում, ոչ այդպես ասած ինչ որ բան եմ ուզում, այդպես ասած մեկին հրամցնել կամ միտք մխտորել կամ միջավայր մտորել։ Սա պարզապես պարզ իրականություն է։ Եթե ազգային ժողովի նման մեկ նախաձեռնություն հիմա գոյություն ունի impeachment անունով, 3 զարգացում կարող ունենալ։ Առաջինը այն, որ այս գործընթացը մտնում ազգային ժողով, այսինքն հիմա դա նախնական փուլն է, ստորագրությունները հավաքվում են, 8 ստորագրությունը հավաքվում է, Հայաստան դաշինքները, ինչպես որ խոստացել էր, հիմա այդ նախապայմանները լրացվում է եւ իր այդպես ասած 26 ստորագրությունները, եթե չեմ սխալվում, դնում է դրա տակ, այդ 36 ստորագրությունները, որը պետք է անհրաժեշտ են, ստացվում են եւ գործընթացը մտնում է ազգային ժողով։ Հիմա պատկերացնենք այդ ալին։ Okay? Մեկ տարբերակը դա է, մյուս տարբերակը նա որ չէ, ընդհանրապես այս գործընթացը հենց այստեղ սառեցվում է, այսինքն ԿՊԱ-ականներ պատիվ ունենալը ստորագրությունները դնում է, ուրեմն Հայաստան դաշինքների ստորագրությունները դնում է, բայց նախաձեռնողները պահում են փաստաթուղթը, չեն տանում ազգային ժողով, շատ պարզ պատրվակով, որի մասին Էդգար Ղազարյանն իր լայվերի ընթացքում բազմաթիվ անգամներ բացատրել է։ Մենք հո խենթ չենք, որ 36 ստորագրությամբ նախաձեռնություն տանենք մտցնենք ազգային ժողով։ Մենք ու գիժ չենք, դեռ մի բան պատրաստ չլինի տանենք մտցնենք, հետո ձախողենք, կսպասենք, աշխատենք, երբ բավարար թվով ԿՊԱ-ականների ստորագրություններ ունեցանք, հետո կտանենք։ Հետևաբար դրա այդ նախաձեռնությունը հենց այս փուլում պահելու թղթի վրա եւ ազգային ժողով չմտցնելու նախադրյալները ամեն կերպով կան եւ հողն էլ նախապատրաստված է հենց իրենց հայտարարությունների մեջից։ Կրկնում եմ, ես որովհետեւ տարօրինակ բան չեմ ասում, սրանք բոլորը իրենց հենց հարցազրույցների եւ հայտարարությունների մեջից հանված տեղեկություններ են։ Ուրեմն, կոմենտներն էի կարդում, տեսեմ այդ հանկարծ ձայնի խնդիր կա, ստեյվութին կարծես խնդիր չկա բարեբախտաբար։ Ուրեմն, առաջի տարբերակ հիմա նկատի առնենք, որ մտնում է ազգային ժողով։ Առաջին այդ տարբերակը նկատի առնենք։ Ազգային ժողով մտնելու դեպքում երկու հնարավորություն կա։ Ամեն դեպքում, եթե մտավ ազգային ժողով, պիտի գնա մինչև վերջ։
Պիտի գնա մինչև վեր։ Այսինքն 48 ժամ անց դրվելու է քննարկման, դրանից հետո շուրջ 2 քարա մինչև 72 ժամ 1 օր քննարկում պետք է լինի, 72 ժամ անց ամեն դեպքում դրա ճակատագիրը պետք է ճշտված լինի։ Այսինքն, եթե երկուշաբթի օրը մուտքագրվեց ազգային ժողով առավոտյան ժամը 10-ին, չորեքշաբթի առավոտյան պետք է չորեքշաբթի առավոտվանից շուտ չի կարող քննարկումը սկսվել, բայց հինգշաբթի օրը 72 ժամը եթե լրացավ, պետք է անպայման ճակատագիրը ճշտված լինի։ Սա ասում է ազգային ժողովի կանոնակարգը, սա ասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, հստակ գրված է 72 ժամից հետո եթե անցավ, նախաձեռնությունը հանվում է։ Սա մասին ես բազմաթիվ անգամներ բացատրել եմ, այն կետն է, որի մասին ձեզ հետ չեն խոսացել, չեն ասել որևիցե բան։ Ամեն դեպքում հիմա կարծեմ չկրկնեմ նախկին լայվերի մասին բազմաթիվ անգամներ այդ տեխնիկական խնդիրների մասին խոսել եմ, այսօր չեմ ուզում խոսել։ Հիմա պատկերացրեք մտնում է ազգային ժողով եւ քննարկման ադրվում։ Այսօրվա տվյալներով հիմա այս նախաձեռնությունը, որ սկսվեց, դուք Հայաստանում արդեն մոտավորապես 1 օր անցնում է այս նախաձեռնության ի հայտ գալուց, 1 օր անցնում է տեխնացուի անունը հայտնի դառնալուց։ Ինչ մթնոլորտ եք դուք տեսնում այս նախաձեռնության կապակցությամբ։ Տեսեք, մոռացեք, դուրս եկեք մի վարքյան Facebook-ից, դուրս եկեք, ես չգիտեմ, Էդգար Ղազարյանի լայվերից, դուրս եկեք Նարեկ Մանյանի լայվերից, կամ այդ հանրապետականի հետ կապված զանգվածային լրատվամիջոցների մի վարքյան դրանք հանգցրեք, մտեք հասարակության մեջ փողոցում։ Ինչ է տիրում։ Քանի հոգու մոտ է հիմա խոսվում Դավիթ Համբարձումյան տեխնացուի մասին, նոր Սասունցի Դավիթի մասին, նոր Գարեգին Նժդեի մասին, այդպես են փորձում ներկայացնել ցավոք սրտի դժբախտաբար, ցավում եմ, որ Դավիթ Համբարձումյանն դրել է մեկ իրավիճակի մեջ, որ թույլ է տվել, որ իրեն այդպես որպես միջոց ծառայեցնեն։ Ամեն դեպքում դա իրականություն է այսօր։ Քանի հոգի է հասարակության մեջ այդ թեման հիմա շոշափում, փողոցում նստում եք տաքսի, քանի հոգի ասում, գիտեք, էսա արդեն իմպիչմենտի գործընթաց կա, գիտեք, Դավիթ Համբարձումյանը, այդ Դավիթ Համբարձումյանը հասեցի համայնքի ղեկավար ուզում է դառնա մեր վարչապետը։ Անկեղծ նման մտոլորտ դուք տեսել եք Հայաստանում հիմա։ Ես չեմ ապրում, կարող է սխալվում եմ, կարող է իմ պատկերացումներ ընդհանրապես սխալ են։ Բայց դուք մի անգամ նստեք ինքներդ ձեզ մոտ դատեք, նման միջավայր տեսնում եք անկեղծ ասած։ Ասում եմ, այդ live Facebook-ից դուրս եկեք, գրառումները դուրս եկեք, գրառումներից, մթնոլորտից դուրս եկեք, այդ զանգվածային լրատվամիջոցներն, որ առավոտից գիշեր impeachment էին քարոզում, դրանց էլ մի վարքյան մի լսեք, մոռացեք, հասարակության մեջ այն ժողովուրդը, որ պիտի գա փողոց գեներացնի, եւ գա կանգնի փողոցում կանչի բաղավի, ասի Դավիթ Համբարձումյան, վարչապետ, ձեռքերի վրա բարձրացնի, եւ այդ ալիքից հետո պիտի ասեն ԿՊԱ-ական падգամավորները վախենան, առնվազն 18 հոգի, սարսափած գան, ասեն մենք գալիս ենք ստորագրում ենք։ Դեռ ստորագրությունը դիտել բավական չի։ Այն վերջին պահին պետք է կոճակը սեղմեն, դա է կարևորը։ Այդ էլ տեխնիկական հարցը չեմ մտնում մեջ։ Դուք ինքներդ դատեք։ Ես ոչ մի բան չեմ ասում, չեմ էլ ուզում մթնոլորտ բխտորել կամ որից այդպես ասած սխալ բան ասեմ։ Մի հատ մթնոլորտը հայ դուս եկեք փողոց վաղը, փորձեք հարցնել, քանի մարդ ընդհանրապես Դավիթ Համբարձումյան անունը լսել կամ ծանոթ է անվան հետ։ Ես անձի տվյալների հետ գործ չունեմ, գիտեք, այդ մարդը չափազանց հարգված եւ իմ կողմից էլ նույնպես հարգված անձնավորություն է, չեմ ճանաչում իրեն։ Բայց նույնքան որ ես չեմ ճանաչում, ես համոզված եմ, որ Հայաստանի հասարակության այսօրվա 99.95% իր անուն ունիսկ չի լսել։ Գուցե Մասիս համայնքում հազիվ իրեն ճանաչեն որպես համայնքի ղեկավար։ Ու հիմա դրան ներկայացնենք որպես վարչապետության տեխնացու, հետո դեռ ակնկալում ենք, որ դրա շուրջ պետք է փողոց գեներացվի, ակնկալում ենք, որ դրա շուրջ պետք է շարժում ձևավորվի, ժողովուրդ պիտի գա փողոց եւ նրան վարչապետ դարձնելու եւ Նիկոլին նրանով փոխարինելու համար պիտի հավաքվի ազգային ժողովի առաջ, այդպես բանայի ազգային ժողովի դարպասները քանդի, որպեսզի ԿՊԱ-ական падգամավորները վախենան։ Այդ էլ դեռ վախենան, թե չվախենան, որտեղ նախկին անգամ վախենալուց ոչ թե եկան ստորագրեցին, այլ փախան իրենց դաչաներում պահկվեցին, մինչև որ այսպես ամեն ինչ անդրադարձվեց, հետո դուրս եկա։ Սա է իրողությունը։ Այս պայմանների մեջ կներեք, ես բացառված եմ համարում նորմալ պայմաններում։ Նորմալ պայմաններ ունի, եթե փողոց էլ հնարավոր լինի գեներացնել, որ չի գեներացվելու ամեն դեպքում բնական կերպով, արհեստականի հետ ես գործ ունեմ։ Արհեստականը այնա ինչ որ ասենք 2018 թվականին տեղի ունեցավ, դրա մասին հիմա ես չեմ խոսում։ Բնական կերպով փողոց գեներացնելու ոչ մի հիմա նախադրյալ գոնե այս պահին չկա։ Հիմիկվանից էլ որ սկսեց այդ փողոցը գեներացնելու համար
Մարդու մեկ ամսվա ժամանակաշրջանը։ Մեկ ամիս հետո Երևանում կներեք այլևս ցույց անցկացնել դուք չեք կարողանալու։ Օգոստոս, արդեն շոկ, արձակուրդներ, դե արդեն բոլորս էլ միջավայրին ծանոթ եք։ Միակ տարբերակը, որ կարելի է այդպես վստահությամբ ասել, որ այս գործընթացը արդյունք է տալու, ամենայն հարգանքով կներեք ինձ, Նիկոլ Փաշինյանի հետ գործարքի մեջ մտնելն է։ Եթե մեկը այս միջավայրը նկատի առնելով, այս մթնոլորտը նկատի առնելով, շարունակում է պնդել, որ այս գործընթացը Նիկոլին հանգելու է Նիկոլի հեռացմանը, եւ Նիկոլին էսա ռատ են կանելու մինչեւ մի քանի օր, կնեք մի ուղեղից երջանիկ պետք է լինի։ Կամ ուղիղ Նիկոլի հետ գործարք ունեն օրինակ Նիկոլի հետ պայմանավորված չեն եկել, Նիկոլը հասկացել է, որ փակ ուղի է մտել, այլևս չի կարող այս վիճակով շարունակել, ապահով միջանց կա ուզում գնալու համար, ասում են ինձ ապահով միջանց տվեք գնամ, ես էլ դե այնքան ստորագրությամբ ձեզ կապահովեմ, որքան անհրաժեշտ է ինձ հեռացնելու համար, միայն այդպես փողոցային ցույցերով չլինի, հանդարտ մթնոլորտում սահմանադրական առումով ես կգնամ, բայց դե երաշխիքներ տվեք, օրինակի համար ես էլ կշարունակեմ մնալ ապրել կառավարական առանձնատների մեջ, թիկնազոներ կմնան, թիկնապաներ կմնան, գումարները կմնան ինձ հետ, դատական գործերը հետո չեք հարուցի դավաճանության թեմայով, դե հիմա եթե ուզում եք մի երկու հատ գործ հարուցեք, երբեմն գնամ դատարան տեսքը պահելու համար 3-ից մասին բոլորը գրել եմ, նորություն չեմ ասում, դե ժողովրդի բերաններ փակելու համար, օքեյ, խնդիր չի, կգնամ, բայց դե բոլորս էլ գիտենք, որ իջում բան չի լինելու, այդքանով ապահով միջանց կստանում, փոխարեն ասում օքեյ, ես 18 հատ պատգամավոր կտամ ձեզ, դες գործընթաց անցասեք, իջի ռադար եք գնաց։ Սա միակ հնարավոր տարբերակն է, որի մտքով անցնում այս պահին Նիկոլին հեռացնելու համար։ Բայց հույսով եմ, անկեղծ եմ ասում, հույսով եմ, որ սա այն տարբերակը չի լինի, որով առաջնորդվելու են այս մարդիկ։ Քանի որ դրանից հետո, ես 3 էլ գրել եմ, հիմա շատ հստակ եմ ասում, այլևս կարիք չի լինելու ընդհանրապես քննարկել, թե ով բերեց Նիկոլին, ինչի բերեց Նիկոլին։ Իրենք այս ամեն ինչով արդեն այդ հարցի պատասխանն էլ իրենք տված կլինեն։ Հետո թող չդժգոհեն, եթե որից մեկը սկսեց այդ հարցը բարձրացնել, խոսալ այդ թեմաների մասին։ Ես ասում եմ, այսօրվա մթնոլորտը նայելով, այս է իրավիճակը։ Նույնիսկ եկեղեցու դեմ այդպիսի արձակումներ չեղավ փողոց, ժողովուրդը չեկավ փողոց։ Իհարկե ժողովուրդը գիտակից էր, հասկացավ, որ ծուղակում չպիտի հայտնվի։ Երկրորդ տարբերակն ինչա լինում։ Ազգային ժողովը մտնում, ամենաբնական ընթացն ունենում։ Մտնում ազգային ժողով, ամենանորմալ պայմաններն նկարագրում։ 36 հատ ստորագրությամբ մտնում ազգային ժողով գործընթացը, քննարկումները սկսվում է, վերջում ավարտվում է, ձայն չի բերում։ Ձայն չի ստանում այս գործընթացը, ցախողում է, չի հաջողվում։ Սա ամենավատ տարբերակն է։ Սա ամենավատ տարբերակն է, որ կարելի է պատկերացնել։ Այսինքն այս իմպիչմենտի գործընթացը մտնի ազգային ժողով, քննարկման դրվի 72 ժամ քննարկում լինի, եւ այդ քննարկման արդյունքում ազգային ժողովը կրկին վստահության ձայն տա Նիկոլ Փաշինյանին։ Կրկին վստահության ձայն տա Նիկոլ Փաշինյանին, քանի որ եթե անվստահության գործընթացը ձայն չի բերում, կողմ բավարար ձայներ չի կարողանում կողմ հավաքել, նշանակում է ազգային ժողովի մեծամասնությունը, իդեպ կարևոր է չի դրանք քպական են, թե ով ազգային ժողովի մեծամասնությունն է այդտեղ դառնում, վստահության ձայն տալիս Նիկոլ Փաշինյանին։ Իդեպ այդտեղ 36 հոգիներ եթե նույնիսկ կողմ քվարկեն, մեկ հատ որոշողը մյուսներն են դիրում։ Սա ամենավատ տարբերակն է։ Դրա արդյունքում շատերը փորձում են ձեզ համոզել, դե բան չի փոխվի, Նիկոլը կմնա իշխանության, ոչ, Նիկոլը այո կմնա իշխանության, բայց կդառնան կրկնակի լկտի։ Նիկոլի դիրքերը կամրապնդվեն։ 6 ամսով դուք այլևս չեք կարող որից գործընթաց սկսել։ Հիմա այսինքն ամենաանկարևորն է, որտեղ հավանաբար մինչև 6 ամիս որից մեկը իմպիչմենտի գործընթաց չէ սկսելու կամ հնարավորությունը չկար այս փուլում։ Բայց այն որ իշխանության դիրքերը կամրապնդվեն, դա հստակ է։ Այն որ կսկսի լկտիանալ, ասի դե տեսակ, երի ուզում եք ինձ դուրս անեք, չկարողացաք։ Տեսեք ես ինչքան ուժեղ եմ, ինչքան հզոր եմ։ Եվ ամենակարևորը կոչ տվի ազգային ժողովի մեկ անգամ եւս ստացած վստահության ձայնով։ Դա այսօր իրեն օդի եւ ջրի պես հարկավոր, թթվածինի պես հարկավոր բանա Նիկոլ Փաշինյանի համար, ով փալաս է դարձել միջազգային հանրության մոտ, բոլորի կողմից հարցակման տակ է, որ ռեյտինգ չունի, ռեյտինգը իջնում է, ինքը այդ բոլորը գիտի,
Եվ հիմա դա վերցնելու է որպես վստահության իր հանդեպ ազգային ժողովի, որը ներկայացնում է ժողովրդին խորհրդարանական համակարգում, անգամներ ասել եմ, էլի կկրկնեմ եւ էլի կրկնեմ, էլի կրկնեմ, կասեմ։ Դանելու է դնելու է միջազգային հանրության սեղանին, Ալիևի սեղանին, Էրդողանի սեղանին, ասի ես ունեմ իմ երկրի ազգային ժողովի վստահության ձայնը, ինձ կրկին անգամ առնվազն մինչև ընտրություններ ընտրել են վարչապետ, գնանք շարունակենք հաջողությամբ այս փաստաթղթերն էլ ստորագրենք, ավարտենք։ Հետո այդ թղթիկը վերցնելու է, պատրաստվելու է հաջորդ ընտրությունների համար։ Սա ամենավատ տարբերակն է, որ մտնի ազգային ժողով, բայց չհաջողի։ Իսկ երրորդ տարբերակն է նա, որ ընդհանրապես ազգային ժողով չի մտնում։ Այսինքն ձայները հավաքում են համեր հանրապետական գործընկերները, դա դնում են գծոցը, պահում են չեն դնում։ Հիմա շատերը կարող են հարցնել, բա ինչի են այս ամբողջ գործընթացը սկսել։ Ես միայն մեկ բացատրություն եմ դրա համար։ Պատրաստել հաջորդ ընտրությունների համար։ Բոլորն են Հայաստանում ժողովրդյան պատրաստվում հաջորդ ընտրությունների համար։ Ամեն մարդ իր ձևով է պատրաստվում։ Այդ որ խոսում են ընտրությունները վատա, խափում են ձեզ։ Բոլորը պատրաստվում են ընտրությունների համար։ Շատերը կան Ռոբերտ Քոչարյանի ման մյուսներին ման ասում են, որ մենք քաղաքական ուժ ենք, քաղաքական ուժը պետք է պատրաստ լինի եւ հասկանա, որ 1 տարի առաջվանից պետք է պատրաստվի ընտրությունների համար եւ մենք պատրաստվում ենք։ Շատերն էլ թաքուն են պատրաստվում, ձեզ ասում են ընտրությունը վատա, բայց թաքուն են պատրաստվում։ Եվ այս գործընթացն հենց դրան կարող է ծառայել։ Ինչու՞, որտեղ հաջորդ ընտրությունների ժամանակ, քարոզարշավի ժամանակ ժողովուրդը ձեզ հարց է տալու։ Լավ, դու 5 տարի ինչ ես արել ազգային ժողովում այդ մանդատով։ Նիկոլին չես հեռացրել, շատ լավ, հասկացանք, չեղավ, ուժները չբավարարեց, չհեռացրեցիք։ Դրա կողքին ինչ եք արել։ Քանի շարժում եք ձևավորել։ Քանի շարժում եք ղեկավարել։ Քանի անգամ եք ազգային ժողովում հիմա չեք կարողացել շարժում ժողովրել ջանդամը։ Քանի անգամ եք գնացել այդ ազգային ժողովի նիստերին մասնակցել, փորձել եք գոնե ազգային ժողովի տեսախցիկների առաջ Նիկոլին խայտարակել։ Հիմա երկու հատ Նիկոլն է ձեզի ասել, թող ասի, բայց դուք եք իրան ասել, չէ՞, դուք եք հարցեր տվել։ Ժողովուրդը վերջապես հարցերն էլ լսում, պատասխանն էլ տեսում է։ Ժողովուրդը ուղեղ ունի, կարողանում է մտածել, հակառակ այն պատկերացման, որ իր մասին ունեք։ Եվ այդ ամեն ինչը տեսնում է, թե հարցերն է լսում, թե պատասխանն է լսում, եւ ինքը կարող է դատի ով է ճիշտ ասում։ Քանի անգամ այդ գործն արել։ Չեք արել։ Տևական ժամանակա փախել եք հարցումներից եւ հարցումները չեք տվել։ Քանի անգամ եք մարզեր այցելել, ժողովրդի հետ շփվել, ժողովրդի դժվարությունները լսել։ Հիմա ծաղրում եք, ասում եք, ես ինչ գիտեմ, Գառնիկ Դանիելյանը զբաղված է կոնյակագործների կամ ես իստեմ մեկ ումի գործերով, տրանսպորտի գործերով բանով։ Ժողովուրդը էդ է, ժողովրդի այդ դժվարություններն ունի, ժողովրդի խնդիրը նաև էդ է։ Դու եթե դու անտեսում ես, սխալվում ես, որովհետև ժողովուրդը, այո, դավաճանությունը կա, հայրենիքի խնդիրը կա, Արցախի խնդիրը կա, բայց ժողովուրդը նաև առօրյա ապրում է։ Այն կոնյակագործը կոնյակը ծախելու խնդիր ունի, այն տրանսպորտով զբաղվող մարդը այդ բեռնատար անցկացնելու խնդիր ունի։ Մարդիկ ովքեր ամեն օր գումար են վճարում հանրային տրանսպորտի համար, դրա համար խնդիր ունեն։ Դրանցով էլ դուք պիտի զբաղվեք։ Քանի անգամ եք զբաղվել։ Քանի անգամ եք մարզերը այցելել ժողովրդի հետ հանդիպել։ Մի հատ աղջիկ կա, անցած վերակենում քննադատում է սրան նրան, ամենակոշտ բառապաշարով պատգամավոր, իր գյուղում հարցել էին, նույնիսկ կեսից ավելի իրեն չէին ճանաչում, որ ինքը պատգամավոր է։ Պարզա եւ նությունների ժամանակ ոչինչ չունեն իրենց ձեռքում ներկայացնելու։ Դες impeachment բանն էլ հիմա մի հատ թուղթ կանեն, մի երկու հատ ստորագրություն տակը, մի հատ որպես նախաձեռնության իրենց կողմից ընտրությունների համար գոնե մի բան ձեռներին կունենան, ով հարցրեց ինչ եք արել, կանցեն դե մենք էլ մի հատ impeachment-ի գործողություն սկսեցինք, դե չհաջողեց ինչ անենք, չեղավ։ Էս է լինում արդյունքը։ Այս երեք տարբերակներն է, հիմա շատ եթե ուզենամ խորանամ, կսկսի շատ բացվել թեման, չեմ ուզում շատ մտեմ թեմայի մեջ, ամեն դեպքում, այս երեք տարբերակից բացի ուրիշ տարբերակ չի կարող լինել։ Երեք երբ այս մասին գրել էի իմ ուրեմն սելինկերներից մեկը Facebook-ի, եկել էր տակը գրել էր ինչու եք դուք այս տարբերակը նկատի առնում։ Մտածեք, որ ժողովուրդը կգեներացվի, կգան փողոց, այդ փողոցի ճնշման տակ կպականները գվախենան։ Ես կարծում եմ արդեն բացատրեցի, չէ, ինչա կատարվում։ Միակ հնարավորությունը կա, հիմա այստեղ ես մի հետաքրքիր հարց տամ։ Գիտեք, առաջին անգամ երբ սրանից քանի ամիս առաջ փետրվարին էր իր լայվերը նոր ոճով սկսեց Նարեկ Մանյանը, մի հատ հարց էր բարձրացնել։ Ամեն օր տալիս էր այդ հարցը։ Որտեղ է նախագահ Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը։ Հետո ասում է, բա դեցանք ռեսուրս չունի։ Ուր է ռեսուրսը։ Ցույց տվեք ինձ ռեսուրսը։ Ռեսուրսը հենց հիմա է, գիտեք։ Մի հատ մտեք ինձ գրառումներ այս քանի օրերի։ Կախվել են երկուսով բանից, ուրեմն Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքից, որ պետք է ստորագրությունները դնեք, չդնեք, ես ինչ գիտեմ, այդ ստորագրությունները ինչ եք ուզում։ Այդ ստորագրությունները ուզում են, որ այդ մարդկանց ռեսուրսից օգտվեն իբր ժողովուրդ փողոց դուրս բերելու համար։
Էլի են սխալվում, գիտեք, էլի ժողովրդի մասին իրենց պատկերացումը սխալ է։ Այս մարդկանց համար ժողովուրդը կներեք ժողովուրդ ջան, ձեզի ոչխար են համանում։ Կարծում եք դուք ոչխար եք, եթե այս ինչն ասած դուրս արեք, դուրս կգաք, եթե այս ինչ ասած կնանցեք տուն, կմտնեք տուն, եւ հիմա պատկերացնում եմ որ Ռոբերտ Քոչարյանը այդ հովիվի դերումը, Հայաստան դաշինը այդ հովիվի դերումը, կոճակը սեղմի դուք դուրս կգաք, կոճակը սեղմի կերտակներս, ու հիմա կախվել են այս ամեն ինչից։ Գիտեք, հետո ասում են ռեսուրսը որտեղ է, ռեսուրսը Նարեկ Մանյան հենց էս է։ Հենց ռեսուրսը հենց այն բանը, որից դուք հիմա կախվել եք, ոտու ձեռի եք ընկել, որ եկեք միացեք, բերեք ձեր ռեսուրսը, որ կարողանանք մի բան անենք։ Բայց էլի եք սխալվում, որտեղ ժողովուրդը մտածելու կարողություն ունի, ժողովուրդը կամք ունի, ժողովուրդը հասկանում է։ Այնպես չի որ Քոչարյանն ասես դուրս արեք դուրս կամ Դաշնակցություն ասի դուրս արեք դուրս եկեք։ Այո, դա դերակատար է, բայց ժողովուրդը նաև դիմացինին վստահելու խնդիր ունի, փող վստահության խնդիր ունի։ Երբ տեսնում է դիմացի մեկ կողմում կանգնած է Քոչարյան, այո, անշուշտ վստահում է, ընտրություններին գալիս է 280,000-ով ձայն է տալիս, բայց երբ տեսնում է մի ուժ է կանգնած, որին ինքը մեժել է, դե մի 30-40,000 գնված ձայն է տալիս, մեկ մասն էլ ասենք գուցե Վանեցյանին է ձայն տալիս, լավ, այդ է լինում արդյունքը։ Ռեսուրսը էսա է, գիտեք, այսպես բացատրում տամ։ Իսկ այն տարբերակը, որ մտածեք կգան, այդպես չի լինում, որտեղ հենց որ Ռոբերտ Քոչարյանը շատ հստակ բացատրեց, որ այնպես չի, որ եթե մենք բերենք մեր ձայները միացնենք, կշատանա դա։ Սիներգիայի այդ բառը օգտագործեց ինքը։ Այստեղ շատ հստակ է, որտեղ շատ մարդիկ եթե իմանան Քոչարյան օրինակի համար եկել է այսա սատարում, ընդհանրապես չեն գդուս գա, որտեղ կարևորը այն կողմում կանգնած մարդն է, կարևորը ինչի ով է քեզ Քոչանում դուրս առնելու։ Կարևորը նաև այն գործոնն է, որի համար դու փողոց ես դուրս գալիս։ Եվ շեշտում ժողովուրդը ոչխար չի, ժողովուրդը հասկանում է։ Եվ այն մարդիկ են սխալվում, ովքեր այսքան ժամանակ ժողովրդին դրել են ոչխարի տեղ եւ մտածել են որ ժողովուրդը այդպես տան մեջ նստած է Քոչարյանը մի հատ կոճակ է սեղմել ամենը մտել են տան մեջ դուռը փակել է բանալին դրել է գրպանը չի տոնում դուրս կան հիմա բանալի բացի կասի արեք դուրս գնացեք չէ ժողովուրդը այդ չի մեր ընկալումը ժողովրդի մասին է չի մեր կարծիքով ժողովուրդը հասկանում է տրամաբանելու ուժ ունի հասկանալի ուժ ունի եւ հասկանում է թե ինչ է կատարվում եւ ինչ է տեղի ունենում։ Հետևաբար այդ տարբերակը, որ մտածեք ժողովուրդը կգեներացվի, նորմալ պայմաններում ասում եմ, բնական պայմաններում չի լինելու։ Արհեստականի հետ գործ չունեմ։ Հիմա օրինակի համար Նիկոլը օրինակի համար կարող է փորձի ամեն կերպ իրավիճակը սրել, օգնել։ Դա արդեն իմ վերլուծություններից դուրս է լինում։ Նկատած կլինեք, մեկ 10 օրեր վեհապարին ամեն առավոտ հայոյում էր, 2 օր երեք ընդհանրապես չայոյեց, այսօր մի քիչ մեղմացել է ընդհանրապես միայն եկեղեցու մասն է խոսում, վեհապարի մասին չի խոսում։ Հիմա ինչու այս համընկնումները էլի ես չեմ ուզում շատ խորանամ այդ համընկնումների մեջ, գնացեք ինքներդ այդ մասին մտածեք։ Իսկ ստերի մասին էի ուզում ասել, հետ իմպիչմենտյան ժամանակաշրջանի մասին։ Հիմա եկեք մի հատ այսպես սցենար պատկերացնենք ժողովուրդ շա, որ ամեն ինչը այս ամեն ինչը որ ասեցի դրեք մի կողք, ամեն ինչը դրեք կողք, մաքրեք ձեր մտքից, այս սցենարը պատկերացրեք, որ ամեն ինչը գնում է այն հունով, ինչ որ ասենք Նարեկ Մանյանը եւ Էդգար Ղազարյանն են նկարագրում ձեզ համար։ Ամենալավատեսական տարբերակը նկատի ունեցեք, լավ։ Ամենալավատեսական տարբերակը։ Իմպիչմենտը մտնում ազգային ժողով, նորմալ պայմաններում, Նիկոլը շատ պարկեշտ վիճակով է տեխնոստում է, գլուխը կախ, կպարկաներն ամենը պարկեշտ, այսպես նստած, եւ վերջում էլ ավարտվում է հաջողությամբ եւ Դավիթ Համբարձումյանը դառնում է վարչապետ։ Էսա չէ, այդ ամենալավատեսական տարբերակը։ Այդ լինում է հետ իմպիչմենտյան ժամանակաշրջանը, որի մասին ես ուզում եմ խոսալ։ Հարց եմ ուզում տալ։ Ինչ է փոխվելու։ Ինչ է փոխվելու։ Մի վարքյան մտածեք, մի քանի վարքյան, հիմա շարունակեմ ես ասածս։ Ինչ է փոխվելու դրանից հետո։ Իդեպ միայն կառավարությունն է փոխվում։ Հենց այն բանը, որ նախավերջին հայտարարության մեջ հանրապետական կուսակցությունն էր ասել եկեղեցու դեմ հարձակումներից հետո դատապարտող հայտարարություն որ տարածել էր, այնտեղ ասել էր որ պետք է նոր կառավարություն ձևավորել, իշխանափոխության մասին չի։ Իշխանափոխություն չի լինում։ Իշխանափոխություն չի լինում։ Նոր կառավարություն է ձևավորվում։ Կառավարությունը ձևավորվում ում ղեկավարությամբ Դավիթ Համբարձումյանի։ Դավիթ Համբարձումյանը ինչպիսի փորձ ունի մեր Հայաստանի նման ճգնաժամի մեջ գտնվող, այսպես խոր ատելության մեջ թաղված
արտաքին սպառնալիքների տակ գտնվող Նիկոլի այսպես ասած հայտի Չիկուլիսյան ինչ փաստաթղթեր ստորագրած փաստաթղթերի դիմաց կանգնած մի հատ երկիրը ոնց է ղեկավարելու մարդ, որի ամբողջ փորձը ամենայն հարգանքով իր անհատականության հանդեպ Մասիսի համայնքի ղեկավարումն է։ Մի հատ փոքր համայնք Երևանի հարևանության մեջ եթե չեմ սխալվում։ Ինչ է տեղի ունենալու դրանից հետո։ Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանը նստած է լինելու այդ վերևում, Հակոբ Արշակյանը նստած է լինելու այդ վերևում, Ռոբեն Ռուբինյանը նստած է լինելու այդ վերևում, Վահագն Ալեքսանյանը նստած է լինելու ներքևում, Հայկ Կոնջորյանը նստած է լինելու ներքևում, Արթուր Հովանեսյանը նստած է լինելու ներքևում, Էլումին ասեմ, Անչանիկ Քոչարյանը նստած է լինելու։ Հիմա անունները դուք ինքներդ արդեն մնացածին ինքներդ ավելացրեք։ Ու այդ ամբողջ մթնոլորտ ազգային ժողովինը, որ հիմա գոյություն ունի, շարունակելու է գոյություն ունենալ։ Այդ լկտիությունը եւ ամեն ինչը որ կա։ Նորմալ պայմաններն եմ ասում։ Ու այդ մարդիկ ինչա գլուխները կախ նստելու են Դավիթ Համբարձումյանը երկրի ղեկավարի։ Դուք այդ եք պատկերացնում։ Կամ պատկերացնում եք հանրապետականը այդքան անխերք են 27 տարի երկրի ղեկավարելու փորձ ունենալուց հետո, որ այդպես պատկերացում ունեն երկրի ղեկավարելու մասին, մեկին դրել են այդտեղ, որ ընդհանրապես հայտնի չի ինչա կարող անել այդ քպական, այդ լկտիների դիմաց, որոնց բոլորին արդեն բոլորս տեսել ենք ճանաչում ենք։ Դե սա ներքինն եմ ասում։ Դեռ սա ներքինն եմ ասում։ Պատկերացրեք Ալիևին։ Այդ ցավոք սրտի Նիկոլի միջոցով իրեն պարգևված այդ համայնքով, որ հիմա ունի բանակցության սեղանի նստում այդպես բարձր դիրքերից խոսում է, իսկ մեր իրավիճակը, որ ոչ մի խաղաթուղթ չունենք մեր ձեռքերում, մյուս կողմում Էրդողանը, մյուս կողմում միջազգային հանրությունը, ու հիմա պատկերացրեք մյուս կողմի այդ համես դեմքով Դավիթ Համբարձումյանին ուզում է գնա միջազգային բանակցություն վարի։ Չասեք դե թիմ կսարքենք, թիմ կողքում կկանգնի, թիմը կղեկավարի։ Չէ, Ալիևը վարչապետից ցած ուրիշ մեկի հետ չի բանակցելու։ Չի նստելու բանակցության սեղանին, ինքը պիտի գնա նստի բանակցությունների սեղանին։ Ով որ եղավ Հայաստանի ղեկավարը, ինքն է նստելու Ալիևի հետ բանակցությունների։ Ալիևը ուրիշ հետ բանակցությունների սեղանի չի նստելու։ Հետևաբար, տեսնում եք, ուրեմն արտաքին վիճակի արտաքին ոլորտում էլ մենք նույն դժվարություններն ենք ունենալու։ Ես սկզբից էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, հազար անգամ եմ ասում, ինձ համար գերխնդիրը, անձնապես ինձ համար եմ ասում, Նիկոլին իշխանությունից հեռացնելն է։ Բայց ոչ միայն Նիկոլ անձին հեռացնելը, այլ իշխանապողությունը, այս համակարգի ամբողջական փոփոխությունն է։ Իմպիչմենտի միջոցով համակարգ չի փոխվում։ Իմպիչմենտի միջոցով իշխանություն չի փոխվում։ Իմպիչմենտի միջոցով ընդհանրապես միայն վարչապետն է փոխվում։ Ազգային ժողովը, որ հիմնական դերակատարն է, ինչպես հիմա էլ փորձում են իրանք ներկայացնել, որ ազգային ժողովը խորհրդանական համակարգում ամենակարևոր կառույցն է, շարունակում են մնալ եւ ի դեպ քպական մեծամասնությամբ է շարունակում մնալ։ Հիմա պատկերացրեք, ես պատկերացրի շատ վառ պատկերացրեցի համար հետ իմպիչմենտյան ժամանակաշրջանը։ Այս ամեն ինչի մասին հանրապետական կուսակցությունը, որ առաջադրել է Դավիթ Համբարձումյանի տեխնատությունը, չգիտի, կամ չի պատկերացրել հետ իմպիչմենտյան ժամանակաշրջանը, հաջորդ օրվանից ինչ va լինելու երկրի մեջ, միջազգային առումով, արտաքին եւ ներքին ոլորտներում ինչ է տեղի ունենալ։ Եթե չի պատկերացրել, ես միայն ասեմ ցավում եմ մեզ համար, որ այդպես ասած, այս իրավիճակով երկիրը ղեկավարվել ամբողջ ժամանակ եւ դրա արդյունքը եղել է մեր այսօրվա ցավալի իրավիճակը։ Բայց հաստատ կասեմ այդպես չի։ Հաստատ կասեմ այդպես չի, որովհետեւ գիտեմ այդ թիմի մեջ շատ ազանց կրթված եւ հերուն մտածող մարդիկ կան, որ շատ լավ պատկերացնում են ինչա լինելու։ Հետևաբար, այս չի այն ինչը որ դուք տեսնելու եք հետո։ Այսինքն Դավիթ Համբարձումյանը չի այն մարդը, որին դուք տեսնելու եք հետո վարչապետի պաշտոնում։ Իդեպ այդ մասին Էդգար Ղազարյանը շատ հստակ է ձեզի ասել, բայց նրանք հասկացողա պետք, որպեսզի հասկանա թե ինչ պլան է մշակված։ Շատ պարզ է, որ եթե հանրապետականը իր իսկական տեխնացիով գար հրապարակ, որի մասին բոլորս էլ գիտենք, անունը չտամ, դուք էլ գիտեք, ես էլ գիտեմ, թե անվելորդ է խոսել դրա մասին, զրո հնարավորություն կար, որ որևիցե հաջողության շանսը զրո է լինում, նույնիսկ փողոց դուրս գալու նույնիսկ հնարավորությունները զրո է լինելու, չէր ստացվել որևիցե բան։ Պիտի մի հատ այդտեղ հիմա բառը գուցե ճիշտ եմ ասում, կատալիզորին մի բան պետք է լինի, այս գործընթացը հաջողությամբ լուծի, բերի տեղ հասցնի։ Մի հատ այդպես ասած Դավիթ Համբարձումյանը նման խեղճ համես մարդու գտնում են համայնքապետ, ասում են եկ դարձի վարչապետ։ Եվ մի խոսքով մատաղ են անում։ Հիմա ցախողեց, դե ցախողել է, հիմա ինչ անենք, մի հատ էլ այդ ոչ մեկ իրան չեր ճանաչում, չի ճանաչում, ինչ խնդիր է պատահել, ցախողելա։ Բայց դա հաջողի հետո ինչա լինելու։
Արդեն նկարագրել է ձեզ համար ինչա լինելու այդ Գարղազարյանը։ Միան հասկացողը պետք է լսողը պետք է հասկացած լինի ինչ էր ասել, որ վարչապետության տեխնացուն ընդհանրապես կարիք էլ չկա ով որ դարձավ վարչապետ, ինքը լինի վարչապետ։ Կարող է լինի 1 շաբաթ, 1 ժամ հետո, 2 ժամ հետո, 10 ժամ հետո, 1 օր հետո, 10 օր հետո հրաժարական տա։ Հրաժարական տա։ Եվ պլանը սա է հիմնականում ժողովուրդ ջան։ Ինչ է լինում Դավիթ Համբարձումյան, օրինակ, ես ասում եմ, ես ամբողջը պատկերացնում եմ այն լավատեսական սցենարով եմ գնում առաջ, որ իրենք են պատկերացնում։ Տեսեք, իրենց լավատեսական սցենարով որտեղ է կանգնելու։ Դեռ այն վատը չեմ պատկերացնում։ Իրենց լավատեսական սցենարն եմ ձեզ ասում, հենց այդ ուղղությամբ եք առաջ գնում։ Դավիթ Համբարձումյան դառնում է վարչապետ, բայց դե գիտենք, ոչ ներքին ձևաչափով կարող է այդպես ասած բացատրության, որ տվեցի կարող է երկիր ղեկավարի, ոչ էլ դրսում հնարավոր է դա անել, բացառված այդ հնարավորությունը։ Ինչ անում, շատ շտապ կառավարություն է ձևավորում ժամանակավոր, բայց վարչապետ, կարևորը նախարարությունները չեն, կարևորը փոխվարչապետներն են։ Առաջին գուցե փոխվարչապետը նշանակում հենց այն մարդուն, որ հիմնական տեխնացուն է իրենց, որի անունը վախենում են տալ, որտեղ դիտել եթե անունը տան, ընդհանրապես բացասական մթնոլորտ, բացասաբար է դառնալու դրան ժողովուրդը։ Բայց իրը նշանակելու են փոխվարչապետ։ 1 շաբաթ հետո, 10 օր հետո Դավիթ Համբարձումյանը ասել ժողովուրդ ջան, ներողություն, ես չեմ կարող, հրաժարական եմ տալիս։ Դուրս է գնում, փոխվարչապետը տվյալ անձը դառնում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ արդեն մինչեւ ընտրություններ մյուս բանացած արդեն գիտեք ինչ է կատարվելու։ Եվ տեղի ունենալու իշխանության նույն վերադարձը, որի մասին շատերը մինչեւ այսօր պատկերացրել են։ Սա ամենալավատեսական սցենարով ասեցի, որ գնում ենք առաջ իրենց պատկերացրածով։ Դեր են վատերը, որ ես ձեզ համար սկզբում ասեցի, դրանք չեն։ Հիմա հարցը սա է, ինչու են ժողովրդին կներեք շատ ժողովուրդներ եմ ոչխարի տեղ դնում կամ իշի տեղ դնում, կարծում ժողովուրդը չի հասկանում ինչա կատարվում։ Շատ լավ է պատկեր կարելի է պատկերացնել, թե սցենարը ինչա գնում առաջ։ Դուք ինքներդ եք իդեպ դեր հարցազրույցների ժամանակ բացատրել ժողովրդին համոզելու համար։ Ինքներդ եք ասել, չէ՞, այս ամեն ինչը որ ես ասում եմ, գյուտ չեմ արել, ձեր հարցազրույցներից հանած նախադասությունները կոնտեքստից դուրս չեմ ասել, դուք ինքներդ եք այս ամեն ինչը բացահայտել եւ ասել, որ վարչապետի թե ով դարձավ վարչապետ կարող է 10 ժամ հետո հրաժարական տալ, ուրիշ մեկը նշանակվի իր փոխարեն։ Այս դուք եք ասել, չէ՞։ Հետո մտածել եք այս ամեն ինչի մասին, հենց սկզբից եք մտածել ու հիմա եկել եք այստեղ։ Սա շեշտում եմ ամենալավատեսական տարբերակն է։ Այն տարբերակն է, որ իրենք են ասում դրանով կգնան, կհաջողեն մինչև վեճ կտանեն հասնենք։ Տեսնում եք այս լավատեսական տարբերակով որտեղ եք հասնելու։ Դավիթ Համբարձումյանով հասնելու եք վերջակետի, փակուղու, չի կարողանալու երկար կյանք ունենալ այդ իշխանությունը, լուրջ խնդիրների է հանգելու, պարտավորվելու է հրաժարական տալ, բայց մինչև այդ հրաժարական տալը արդեն իսկ հասնելու է այն մարդուն, որ իսկական վարչապետության տեխնացունը դարձնի վարչապետի պաշտոնակատար վարչապետության ու հետո արդեն մնացած գործընթացները արդեն շեշտում եմ շատ հստակ է ձեր համար։ Մենը սա եմ ուզում ասել, ժողովրդին ոչխարի տեղ մի դրեք։ Ամբողջ խնդիրը այսքան ժամանակ է եղել, որ դուք ժողովրդի գործոնը չեք նկատի ունեցել։ Չեք հասկացել, որ կա ժողովուրդ, որը մտածելու ունակություն ունի, որ դուք չեք կարող իրեն շրջանցել, այլևս չեք կարող շրջանցել։ Գուցե նախկինում հնարավոր էր դառնում, ճիշտ է, ընտրակաշար կա, բան այդպես բաներով լինում էր ժողովրդին ապակողնորոշել։ Բայց այս ժողովուրդը պատերազմի բովից անցել, Արցախը կորցրել, 1001 դժվարություն ա տեսել։ Այս ժողովրդին ոչխարի տեղ այլևս չի կարելի դնել։ Ժողովուրդը մտածելու կարողություն ունի։ Այն ժամանակ կհաջողեք եւ կկարողանաք տեղ հասցնել, երբ անկեղծ կլինեք ժողովրդի համար։ Ժողովրդի աչքերին կնայեք, ուղղակիորեն կասեք ան, ինչ որ ուզում եք անեք։ Ժողովուրդը կընդունի, կհավատա որ դուք անկեղծ եք, կների բոլոր սխալների համար, կգա կկանգնի ձեր թիկունքին, շատ բարի, շատ լավ։ Այդտեղից արդեն ճիշտ ուղղության վրա կլինեք, ճիշտ հունի մեջ կլինեք։ Բայց խաբելով ժողովրդին, ավելի եք ժողովրդից հեռանում, ավելի եք ժողովրդի մոտ ատելություն սերմանում, ավելի եք, այդպես ասած, տկարանում։ Գիտեք, գնալ նախկին թշնամիների հետ դաշին կազմել ուրիշներ, դա ամենա անհասկանալի բանն է, որ կարելի է, թե ժողովուրդը այս ամեն ինչը տեսնում է, հասկանում է, մարդիկ ովքեր մարտի 1-ին իրար երկու կողմում են եղել, մեկ ուրիշին գցել եք մեջտեղ այդ մեջտեղում Ռոբերտ Քոչարյանի, բայց իրանք երկու կողմ Սերժ Սարգսյանն է, մեկ կողմ այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանն ա եղել։ Հիմա երկուսը իրար եթերներից տուն չեն գնում, երկու թևի, այդպես ասած, կողմնակիցները կամ ներկայացուցիչները։ Դա հասկանալի է, գիտեք, այս ամեն ինչը երեք էլ ասացի, շատ ծիծաղալի է արդեն դառնում, եւ ժողովուրդը այս ամեն ինչը տեսնում է եւ հասկանում է սերիներս։
Ես կարծում եմ ինչ որ ուզում եի ասել, հույսով եմ որ արդեն ասած լինեմ, սա ինձ ավելի չի երկարացնեմ, հենց այստեղ հենց այս պահի վրա ավարտեմ իմ եթերս, այն ինչը որ ասեցի, ժողովուրդ ջան, իմ ասածները հալած յուղի տեղ մի ընդունեք, իմ ընկերներ, ովքեր հետևում եք ինձ, հավանում եք իմ ասածները, մտածեք սրանց մասին, ձեր անձնանենության մեջ, ասեք մտածեք, որ ես ինչ էի ասում, ճիշտ եմ ասում, սխալ եմ ասում, կարող է սխալ եմ ասել ինձ հիշեցեք, ասեք այսինչ տեղը սխալվել է դատողությունների մեջ, ես հաջորդ լայվի ընթացքում պատրաստ եմ գալ եւ փորձել ստուգել եւ ասել սեպագրել, ասել այս բանը սխալ եմ ասել։ Բայց գոնե հիմա այս պահին դրությամբ, այս պահին կազմամբ ես կարծում եմ ճիշտ եմ ասում եւ իմ ասածների մեջ որից է սխալ բան այս պահի դրությամբ չկա։ Այս վերլուծությունները հիմնված տեղեկությունների վրա են հիմնված այն ինչ որ ասեցի։ Վաղ առավոտյան քնից արտանալ Հայաստանում ինչ նոր անակնկալներ կլինեն, ինչ բաներ կլինեն, արդեն դա կարող է ամբողջ վերլուծությունները ընդհանրապես փոփոխության ենթարկի, դրանից հետո կարելի կլինի նոր, այդպես ասած, տեսակետներ հայտնել, բայց այսօրվա դրությամբ, այսօրվա տվյալներով կարծում եմ իմ ասածների մեջ կա շատ խորը ճշմարտություն, որի մասին հայաստանյան ցանկացած քաղաքացի պարտավոր է մտածել, խորհել եւ ուշադիր լինել, չհայտնվել Նիկոլ Փաշինյանի ծուղակում, չհայտնվել այն ուժերի ծուղակում, որոնք ասած մի տեսակ կարծես հենց նույն դաշտի մեջ են խաղում ինչ-որ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ բարեկամներ հետևեցիք ինձ, ինչպես միշտ խնդրում եմ, եթե հնարավորություն ունեք, գիտեք հավանեք ձեր լայքերով օգնենք, որպեսզի այս տեսագրությունը ավելի շատ տարածվի, այս լայվը տարածվի, եթե կիսում եք իմ մտքերը, ուրախ կլինեմ նաև ձեր տեսակետները լսել։ Լավ մնացեք, կարծում եմ, որ առջևում շատ ավելի լավ բաներ են լինելու, սպասելու մեզ։ Շնորհակալ եմ։